ինչ ա ուզում այսօր միջին վիճակագրական Հայաստանը, դեռևս առանց անուններ նշելու։ Ուզում ա ունենա ուժեղ ղեկավար, ուզում ա ունենա խիստ ղեկավար, խիստ, կարգ ու կանոնը պահող, փողոցային էս բեսպրիձելի մերժտվող, կարգապահությունը պահող, բարդակը վերացնող, տնտեսությունից հասկացող, ինչ որ գուցե X տարիքի արդեն լուրջ, գուցե այդ արդեն մի քիչ փոփոխական ամեն մարդ, բայց այս դեմի 5 պարամետրը մարդիկ ուզում են նայեն, չամաչեն իրանց ղեկավարից, հասկանում եք, հեռուստացույցը մեր բնակիչների մեծ մասը անջատում է, որ տեսնում է այդ պատկերները։ Ուզում են ղեկավար, որի համար չեն ամաչելու, որը ունի փորձ, որը ունի տնտեսական ահռելի գիտելիքներ, կամ գիտելիքներ, որը թույլ կտա Հայաստանը հանել այս վիճակից, ու ցանկալի է, որը ունի այսպես կոչված հաջողության պատմություն։ Մարդիկ ուզում են վաղվա օրվա վրա որևէ վստահություն, կայունություն, որ արդեն գների կայունություն։ Փառք Աստծո, այս սերունդը դեռ կա, երկարել ապրելու են այդ մարդիկ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին հիմնական պարենամթերքները, որպիսիք են կարակ, ձեթ, ձու, պանիր, միս, խոզի, տավարի, հավի եւ այլն, 10 տարվա մեջ գրեթե թանկացում չի եղել, հասկանում եք, մարդիկ դա հիշում են, այսինքն, երբ որ ուսուցչի աշխատավարձը 8000-ից դառնում էր 70,000 դրամ, դրա հետ զուգահեռ ոնց որ այսօր չէր աճում գները, կամ նույնիսկ աշխատավարձից առաջ աշխատավարձը առաջանցիկ տեմպերով էր աճում, քան գները, այդ գները մաքսիմում 10 տարվա մեջ, այս իմ նշած ապրանքների, ասենք միսը թանկացել է ընդհանուր 10 տարվա մեջ 200-250 դրամով։ Այսօր խանութներում գնապիտակները արդեն այնքան թուղթը փոխել են, հոգնել են այդ մարդիկ։ Երևի էլեկտրոնային դնեն, բորսաների պես փոխվի գները։ Որտեվ երբ որ հաջորդ առավոտ մարդը թոշակառուն, խոցելի խավը մտնում է խանութ, տեսնում որ իր հաշվարկած փողը չի դա։ Շիվարս կանգնում են մարդիկ։ Այդ կայունությունն են ուզում, էլ ինչ ա ուզում սովորական մարդը, խաղաղություն բերող իրական, վստահություն վաղվա օրվա մեջ։ Նաև արտաքին դերակատարների համար հասկանալի քաղաքական գործիչ։ Գիտեք, արտաքին դերակատարների համար Հայաստանը ռազմորկի կենտրոնի չվերածող գործիչ։ Գիտեք, ամեն քաղաքում մի պայմանական կետ կա, չէ՞ որ ռազմորկ կային անում մարդիկ։ Չգիտեմ, Երևանում տեցիկ ռուգնակի իրովականում ժամի հետևներ մեր տարիքին։ Հիմա Հայաստանը վերածել են պայմանական տեցիկ ռուգի։ Էդ է խաղաղությունը։ Ժողովուրդ, մոտ 80 միլիոնանոց Պարսկաստանը, 200 քանի 300 միլիոնանոց Ամերիկան, տասնյակ միլիոն, 70-90 միլիոնանոց Ռուսաստան, կարևորը այդ չի։ Չինաստանը 1,5 միլիարդ, մի հատ Հայաստանում հատված կա, որի վերաբերյալ նույն տեսակետը չունեն ու ինչ-որ մի պահի կարա թե գզվրտոց սկսի։ Մենք 3 միլիոն ենք ստե արկա։ Վերադառնամ Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներ եղել են տոտալ խաղաղության տարիներ։ Ռազմական հատվածից խոսեցինք, մի փոքր բան հիշեցնեմ, իշխանությունները շատ են սիրում Ստոկհոլմյան խաղաղության ինստիտուտի տվյալներին հղում անել։ Մի հղում էլ ես անեմ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մեր եւ Ադրբեջանի ռազմական ծախսերի բալանսը 10 տարվա միջին է։ Եղել է 2.1%։ Հաշվի առնելով, որ մենք պաշտպանվող կողմ ենք, իրենք հարձակող, մենք հարձակվելու բան չունենք, ու հաշվի առնելով, որ Ադրբեջանը մարդկային ռեսուրսով, ֆինանսական ռեսուրսով մեզանից առնվազն 3 անգամ միշտ մեծ է եղել, միշտ։ Այդ տարբերությունը, այդ ծախսերի տարբերությունը ինքը լիովին թույլ է տալիս, որ դու խաղաղություն ապահովես, լիովին։ Դա նաև այդտեղ հաշվի առնենք, որ Ադրբեջանը այդ ծախսերով կասպիական նավատորմ էր պահում, որը որ մեծ ծախսեր են, այսինքն դա մեր ճակատին չէր վերաբերում, հաշվի առնելով, որ մենք ռուսականից ու ՀԱՊ գործընկերներից զինատեսակները ստանում ենք անհամեմատ ավելի ցածր գներով կամ նվերի տեսքով, այսինքն բալանսը պահվել է։ Ցանկացած մարդ կարող է հանել 98-2008 թվականների ծախսերի տարբերության գործակիցը 2.1 է եղել։ Սրանց օրոք 3.4 է արդեն։ Ինչ խաղաղություն։ Հետո երբ հա խախտվելու մորոք ու ոնց, դա արդեն ոնց որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տիրույթում չի գտնում։ Սա այն թվերն են, որ եղել են այդ թվականներին։
Հիմա 3 ու 4-ը։ Ինչ բալանսի մասին է խոսքը։